645 տուրը զարնվեցավ մի քանի անգամ, իհարկե մենք թեր քնած էինք անգողնում, ժիրայրը թրան ձակից նայեց և ասեց, որ ինչ-որ միլիցիաներ են, երեխեքին արագ ասեց տեղեկացրու, որ չվախենան, որտև փերծորից հետո մանավանդ փոքր երեխան շատ էր վախենում ոստիկաններից, ոտքի ելանք, հավաքվեցինք, դուրը բացեցինք, 15 հոգիով երկու քննիչ և քննչական խումբ էր ավելի ճիշտը, սկսան ասեցին, որ 225 հոդվածի համաձայն, չգիտեմ ճիշտն ասած ինչ է այդ հոդվածը կարդացի, բայց լավ չեմ հիշում, ինչ-որ հանրահավաքներ ապրիլ 24-ի հետ կապված և այլն, ու ասեցին դունը պիտի խուզարկենք, զենք եմ ման գալի, դունը խուզարկեցին, իհարկե մենք զենք չունենք դունը, թանակ կդան, ժիրայրին զինվորական վեշերը կդան, են տարիների իր ուսաբարգը, իր գուրդը, չրամանը, և մի հատ փոքր թանակ էլի, այդ որ մեկը նվիրեր էր իրեն այդ թանակը, տարան, դուբինգա մի հատ, էդի տարան, ու ժիրայրին տարան, ինչպես նաև ժիրայրին եղբորը տարան հարցակրթության, Թորոս Սեֆիլյանին։ Խուզարկությունը մոտավորապես տևեց 3.5 ժամ, ու այդպես։ Ինչպես էին իրենց պահում։ Չէ, շատ քաղաքավար էին, շատ բարձր պրոֆեսիոնալ ձևով, ամեն ինչը հարգանքով, բանով, փողոք չունեմ ես այդ հարցի հետ կապված։ Համագարկիչները դարին, բոլոր տան, իմս, երեխեքինը, ժիրայրինը, Թորոսինը։ Իհարկե ես ուզում եմ այս առիթով ասել, որ եթե ինչ-որ բան ժիրայրի Facebook-ի էջում գրված լինի, թող նկատի ունենան, որ իրենց մոտ են համագարկիչները, մենք չենք հեղինակը։ Ես ճիշտն ասած շատ զարմացած չեմ, անգերդ ասած, ես ակնկալում էի, որ մինչև ապրիլ 24-ը անընդհատ մեզ աչեն ցախեն ասում էին, որ կարող են ցեզ ցերպակալել, կարող են ցեզ, այսինքն ցեզ ասելով ինձ չէ իհարկե ժիրայրին, փանդարգել, կարող են սպանել։ Ես ակնկալում էի, որ նման բան պիտի լինի, որովհետև ամեն ձևերով պիտի փորձեն խոչընդոտել ապրիլ 24-ի հետ կապված մեր հայտարարությունը և մեր անելիքները։ Պիտի խոչընդոտեին։ Եվ սա, իհարկե ասեմ, որ սա միայն ժիրայրը չէ, այսօր ժիրայրը, Կարո Եղնուկյանը, ինչքան տեղյակ եմ, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկը, սրանք բոլորն էլ ցերպակալված են և հարցակրթության դարված են, բոլորի տները խուզարկված են։ Ժիրայրին ասացին, որ ձերբակալում են, թե… Ձերբակալում չասեցին, ասեցին հարցակրթության ենք տանում, բայց ես հաստատ գիտեմ, որ մի բան կմոգոնեն և անպայման կբահեն։ Սա մեծ երեխու ննչասենյակն է, ամբողջ բահարաններով մեջինը դուրս տանեցին, դուրս թափեցին։ Սա մեր ննչասենյակն է, իմ ժիրայրի։ Սա ամեն ինչ որ կա, համեր թափել, եկեք նայեք այստեղ։ Ամբողջ գրաբահարանը դուրս թափեցին, մեջը ինչ էի ման գալի, չգիտեմ, մի քանի հատ թերթ են գտել, դրանք դարան, ժիրայրի դոսիեները խառնեցին, էդ